հենց ուրվագծից, որտեղ առաջի էլեմենտը եղել է ուրվագիծը մարդկային։ Դա եւ հետքն է եւ սահմանն է։ Ինչ երկրորդ էլեմենտ օգտագործել, որ ինքը իրենով եւ լրացնող լինի եւ նաեւ բացասող լինի։ Ավելի շատ մտածում էինք ոչ թե մտքով, այլ աչքով։ Արվեստային ազդեցությունը վիզուալությունից է շատ շահում սովորաբար եւ մտածեցինք շրջանակների մասին, անմիջապես կարծես եկավ կապավ իրարից երկու ուրվագծերը, որտեղ շրջանակները իրենցով շատ մեծ ինֆորմացիա պարունակող երևույթներ են, այնպես ինչպես ասենք կահույքը։ Անմիջապես սկսում ես մտածել, թե ինչ պարունակությամբ կարող էր լցված լինել այդ տարածությունը։ Սկսում ես մտածել տվյալ ժամանակաշրջանում ապրող մարդկանց կենսագրությունների մասին, նրանց մտածելակերպի, վարվելակերպի։ Իսկ ընդհանուր առմամբ գուցե տարօրինակ հնչի, բայց այսինքն սիրո մասին։ Այսինքն այն էլեմենտների մասին, որի միջոցով դու սկսում ես սիրել եւ վերականգնել այն ամբողջ բովանդակությունը, որը քոնն է։ Կոնկրետ օբյեկտները, կոնկրետ բովանդակությունները գամում են քեզ որոշակի երևույթներին եւ դու ստիպված, պարտադրված նրանց սիրել կամ չսիրել։ Եվ անընդհատ ինչ-որ բռնության խնդիր է դրվում քո առաջ։ Երբ դատարկությունը եւ միայն կա շրջանակը, ուրվագիծը, եթե դու սիրում ես այդ ուրվագիծը, սիրում ես այդ շրջանակը,
Նրա ամբողջ դատարկությունը անընդհատ լցվում է քեզ դուր եկած, քո սիրած երևույթներով, մտքերով, մարդկանցով, առարկաներով եւ անսահման ինչ հնարավոր է պատկերացման վերականգնել։ Բավական, ասենք, օպտիմիստական տրամադրություն է տիրում այս ամեն ինչի մեջ, բայց դրա հետ հանդերձ մենք սկսեցինք հասկանալ, որ այստեղ կոնկրետ անձնավորության բռնության խնդիր է լակ։ Երբ դատարկությունը դու ես սկսում լցնել քո ցանկացած բովանդակությամբ, դու սկսում ես բռնություն առաջացնել կոնկրետ այդ ուրվագծի, այդ շրջանակի նկատմամբ։ Էսթետիկ էլեմենտներ են օգտագործված։ Շրջանակը, եթե ընտրված է թանգարանային շրջանակ, նա պատահական չի ընտրված։ Կարող է լինել կոպիտ, փայտյա շրջանակ, բայց փայտյա շրջանակը ինքը բավականին կոպիտ էլեմենտ է, իսկ էսթետիկ երևույթը սկսում է նրբացնել քո զգացողությունները եւ նրբացրած ձևով ինքը, այսինքն էսթետիկան ինքը նաեւ բռնություն է պարունակում իր մեջ, երբ դու սկսում ես ամեն ինչ էսթետիկայի վերածել, դու սկսում ես շեղել մարդկային տեսողությունը, այսինքն այն ամենը, ինչ ռեալության մեջ քեզ կարող է շատ սովորական թվալ եւ բնական թվալ, էսթետիկ ձևով, նա սկսում է գարկռել այնպիսի զգայական երևույթներ, որոնք գուցե թե սովորական պայմաններում երբեք չի լինի։ Չնայած որ ես համարում եմ, որ արվեստային ֆունկցիան հենց դրա մեջ էլ կայանում է, որ ինքը պետք է սրի զգացողությունները անընդհատ։ Եվ էսթետիկայի խնդիրը հենց սրելու մեջ է անընդհատ։ Թարգմանաբար, եթե ասենք, գեղեցկացնելով երևույթը, ստիպում է քեզ սիրել այն, ինչ դու սովորական իրավիճակում կարող ես չսիրել եւ նույնիսկ վանել քեզանից։ Ոնց որ հանդիսատեսը ինքը իր ցանկություններով լցնի այդ տարածությունները, ինքն է դառնում բռնություն կատարող։ Ոչ թե ես եմ բռնանում նրա վրա, որպեսզի ինքը իմ պարտադրությամբ տեսնի այն, ինչ ես եմ ուզում, այլ ինքը իր ֆունկցիայից ելնելով, որ ինքը պետք է մտածի եւ վերարտադրի այն, ինչ ինքը ցանկանում է, այնտեղ ինքն է բռնություն կատարում կոնկրետ սիլուետի նկատմամբ։ Այսինքն այն, ինչի մեջ սովորաբար արվեստագետին մեղադրում են, ասելով, որ ինքը սուբյեկտիվ եւ իրեալ ինչ-որ բաներ է առաջարկում հանդիսատեսին, տվյալ դեպքում հանդիսատեսը ինքը կատարում է այդ արվեստագետի ֆունկցիան։